Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, քանի որ այսպես առիթներ շատերի հետ լինելու են ներքին քաղաքականությունից խոսելու, այսօր մի քիչ ավելի արտաքին թեմաներ շեղվենք, բայց էլի կայացած ընտրությունների համապատկերում, տեսեք, հաշվի առնելով նախորդ ընտրությունների արդյունքները, ըստ էս որքանով է ձևավորված նոր քաղաքական դասավորվածությունը արտահայտում հանրության իրական տրամադրությունները հատկապես կապված անվտանգության հարցերի եւ այսպես արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված այդ հարցերի։ Ես կարծում եմ արտաքին քաղաքական ընդհանրապես այդ օրակարգը դուք կարող եք նաեւ նախընտրական բոլոր քննարկումներում տեսնել հիմնական թեմաներն ընտրել եւ իշխանությունները եւ ընդդիմությունը, ընդրում իշխանությունները ընտրել էին դա որպես դրական օրակարգ, որպես իրենց, այսպես ասած, ձեռքբերումների ցուցանիշ եւ դեպի խաղաղություն տանող գործընթաց, ընդդիմությունը փորձում էր մաքսիմալ, այսպես ասած, վտանգավոր ինչ-որ ֆոն ստեղծել այս զարգացումների շուրջ, այս զարգացումը հայ-ադրբեջանական կարգավորումն է, այդ 300,000 ադրբեջանցիների թեման հատկապես պոպուլյար դարձավ, նաեւ երաշխավորի ինստիտուտը խաղաղության գործընթացի մեջ եւ այլն, այսինքն երկու կողմերի համար սա հիմնական, այսպես ասած, դիվիդենդն ու բոնուսն էր եւ երկու կողմերն էլ, եթե մի կողմ դնենք այլ գործոնները, որը հասնել են ընտրության վրա, կարելի է ասել, որ իսկապես մեծ ազդեցություն ունեցել է այս թեման, հայ-ադրբեջանական կարգավորումը, ու նույնիսկ ինձ համար անսպասելի հատկապես երրորդ քաղաքական ուժի արդյունքների, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի բավականին բարձր, ընդ որում Երևանում, ես կարծում եմ սա միայն հնարավոր է հենց այս ֆոնին, այս թեմայով եւ ընդդիմադիր, այսպես ասած, որ ելնելով հակառակ, ասենք, իշխանությունների Նիկոլ Փաշինյանի օրակարգին, ինչ որ մի անձեր պետք, որ մարմնավորում է այդ հակառակ միտումները, ու մի հետաքրքիր բան էլ կար, օրինակ, ես որ նայում եմ բոլոր գրեթե Ադրբեջանից հայ փախստականների բնակավայրերում, Մասիսի շրջանում, Վարդենիս, Հայաստանի հյուսիս հաղթել է ընդդիմությունը, ընդ որում հիմնականում հենց երրորդ ուժը քաղաքական, Հայաստան դաշինքը, սա նույնպես ցուցանիշ էր, որ հատկապես այդ խմբի համար, Ադրբեջանից հայ փախստականների համար, ինչ-ինչ պատճառներով, ընդդեմ հասկանալի, այս թեման նույնպես շատ կարևոր է եւ ազդել է էականորեն այդ օրինաչափությունը ակնհայտ էր էլի, որ բոլոր այդ բնակավայրերում այդ հաղթանակը հենց ընդդիմադիր ուժն էր տարել, ու կարծում եմ, իհարկե սա նաեւ որոշակի հիմա ակնկալիքներ է ստեղծել երկու կողմերի համար էլ եւ իշխանությունների տեսակետից, որովհետեւ իրենց խոստումը այնուամենայնիվ մոտ ապագայում պետք է իրականացվի, ընդդիմությունը պետք է ինչ-որ ձևով փորձի բացի այդ ալարմիստական ինչ-որ վախերի մթնոլորտ ստեղծող օրակարգից ինչ-որ լուծումներ առաջարկել, ես կարծում եմ, որ այստեղ մենք ունենալու ենք խնդիրներ, կա վտանգ, որ այդ նույն ոճի հայտարարությունները ուղղակի կրկնվելու են եւ այդպես էլ ինչ-որ բովանդակային օրակարգ չենք ունենալու համենք։ Ես վերջին 2 օրվա ընթացքում այսպես բավական ակտիվ հետևում եմ, քիչ եմ մասնակցում, որտեղ այդքան նյարդ չի մնացել էլի նախընտրական շրջանից հետո, բայց այդ քննարկումներին ակտիվորեն հետևում եմ սոցցանցերում ու այնտեղ թե ձեր ասած երրորդ ուժը ընդդիմադիրը Հայաստան դաշինքի ներկայացուցիչները եւ թե ինչու՞ չէ նաեւ ուժեղ Հայաստանի կողմնակիցները այսպես բավական զարմացած են այն հանգամանքից, տեսեք դուք ասացիք Հայաստանի հյուսում հիմնականում Ադրբեջանից փախստականները, որ Սյունիքում սահմանապահ գյուղերում, ընդ որում ամենամեծ այսպես խաղադրույքներից մեկը արվում էր նրա վրա, որ հեսա ձեզ տալու են, հեսա կգան, կմտնեն, կապան, Գորիս եւ այլն, այնտեղ քաղաքացիական պայմանագիրն է հաղթել, ինչու, ըստ ձեզ։ Դե այս պատկերը շատ վաղուց է ու ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են սրա վրա ու նաեւ սա ցույց է տալի նաեւ մեր քաղաքական դաշտի խոսույթների շատ կտրվածությունը այն իրականությունից, որում ապրում է Հայաստանի բնակչության մի զգալի մասը, առավելևս սահմանային շրջանների, ու այս իրավիճակը կար նաեւ Տավուշում միշտ, ասենք, քանի որ Տավուշը ինձ ավելի մոտիկ է, ես լավ ծանոթ եմ հատկապես նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերին, դեռ 2012-13 թվականից ես սրանից զարմացել եմ այն ժամանակ եւ նույնը իհարկե կա Սյունիքում, որովհետեւ նայեք մարդկանց միշտ ներկայացնում են ինչ-որ պատկեր, ասում են, էսա ինչ-որ sense ապոկալիպտիկ զարգացում է լինելու։
Մարդիկ սպասում են, սկզբից վախենում են, հետո դա չի կատարում։ Հետո էլ իրենց կյանքով ապրում են, բայց այդ ապոկալիպտիկ զարգացումների մասին հայտարարությունները շարունակվում են ու դա բան է, արդեն մի կողմից հոգեբանական է, որ եթե դու մի ինֆորմացիա ես ստանում ինչ-որ հեռուստացույցից, ինչ-որ հեռու աղբյուրից, մյուսը ինֆորմացիան վերաբերում է նաև քո կյանքին եւ քեզ է վերաբերում, շատ արագ դու հասկանում ես, որ այստեղ կա ապատեղեկատվություն, սուտ եւ չես վստահում դրան եւ ցավոք սրտի այս քաղաքական այդ իրականությունների տարբերությունը մեր մոտ չի հասկացվել, նույնը Կիրանցում, դες օրինակ ես 1000 անգամ բերել եմ, դու կարող եք հիշել 24 թվականի գարնանը ինչ էին ասում կիրանցիներին, որ այդ գյուղում մարդ չի մնալու, դատարկվելու է, ինչ որ միշտ կրակելու են գյուղի վրա, նույնիսկ ադրբեջանական սպեցնազներ մտնում Վանաձոր կիրանցի անտառներով եւ այլն, ես վստահ եմ, որ մարդկանց մեծամասնությունը այն ժամանակ իսկապես վախեցած էր, այն ժամանակ մտածում էր, որ սա շատ վտանգավոր ինչ-որ գործընթաց է։ Սպեցնազին առաջնորդում էր Իվան Սուսանինը։ Այո։ Եվ իսկ հիմա դուք իհարկե Կիրանցի օրինակը քարոզչական օրինակ է դարձել իշխանությունների համար նույնպես, բայց ինքը կարևոր է, որ այդ վախերի մթնոլորտը, այդ նաև ստերը ապատեղեկատվությունը իրենք այլևս չեն ազդում ու սա շատ կարևոր ինձ թվում է ինֆորմացիա, որ ոչ թե պետք է նույն ընդդիմությունը սա քննադատի կամ ինչ-որ ագրեսիվ մարդկանց պիտակավորող բանով, ձևաչափերի վերածի, այլ պետք է գնա մարդկանց հետ ավելի շատ խոսի, հասկանա ինչ է կատարվել եւ փորձի նաեւ այդ հիմքերով ինչ-որ օրակարգեր առաջարկել, որովհետեւ այս օրակարգով որ իրենք շարունակեն սա շատ անարդյունավետ է ու սա շատ ավելի ազդում է Երևանում բնակվող մարդկանց, այսինքն մարդկանց, որոնք այդ սահմանային իրականությունից շատ կտրված են ու պարզվում է, որ ընտրությունների արդյունքի մի մասը դա նույն սահմանային գյուղերով մտահոգված մարդիկ են Երևանում, որ այդ ազդեցության տակ ինֆորմացիան դաշտի ընտրում են այն ուժերին, որ դրանով վախեցնում են, իսկ մարդիկ, որ գտնում են սահմանին, նույն գործոնը իրենց վրա հակառակ ազդեցություն են անում, ու սա մի քիչ զավեշտալի է, չէ՞, որ այդ այստեղ քանի որ քարոզչական նորակարգերից խոսք գնաց, տեսեք, ես ամենալուց վերջին օրերին չեմ նկատել, որ ինչ որ մեկը դա ֆիքսել է, կարող է միգուցե ֆիքսել է, ես օրիգինալ չեմ, ինչի համար չեմ ափսոսում, բնավ, բայց տեսեք, անդիմությանը մասնավորապես ուժեղ Հայաստանն ասում են եղբայր հրաժարվեք այդ 300,000 ադրբեջանցու խոսույթից, որովհետև դա չի աշխատում, հերիք չի նաև հակազդեցություն է առաջացնում։ Քաղաքացիական պայմանագիրը, եթե կհիշեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մինչ ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկսել է այսպիսի մի թեզ առաջ բերեց, եթե չենք ընտրվում մենք պատերազմ է սեպտեմբերից ենթադրենք։ Հետո ինչ որ մի պահից, բայց քաղաքացիական պայմանագիրը հրաժարվեց դրանից, այդ խոսույթից հրաժարվեց։ Ասեց ինձ ընտրեք, որ ես ապահովեմ խաղաղություն եւ այլն։ Այ ինչու է այդպես ստացվեց, ինչ որ տեխնոլոգիական խնդիր էր, թե չգիտեմ, Ռաֆի Հովհաննիսյան լեզվով ասած, ես զադնիչ ունեմ, անդիմությունը զադնիչ ունի, որ կարողանա ինչ որ ընթացքում ձևափոխել խոսույթը։ Ինչու է այն դեպքում եղավ, այս դեպքում չէ։ Ես կարծում եմ, որովհետև անդիմությունը այլ օրակարգ չէր կարող առաջարկել, այսինքն ինքը ուզում էր մաքսիմալ տպավորիչ ինչ որ փաստի շուրջ կենտրոնանալ։ Եվ այդ փաստը ընտրվել էր Հայաստանի, այսպես ասած, ադրբեջանացման կամ թուրքացման թեզը։ Բայց այդ թեզը ինքը չաշխատող էր, որտեղ երբ լրագրողը հարց է տալիս Սամվել Կարապետյանին, ասում է 300,000-ի մասին, որտեղից գիտես, ասում է չգիտեմ, ենթադրում եմ։ Այո։ Ու այդ ենթադրության շուրջ կառուցված է քաղաքական ուժի ամբողջ, ասենք, խոսույթը։ Դե սա բանը, այդ ընդհանրապես այդ վախացնելը ինքը քաղաքական մոբիլիզացիայի ամենակարևոր տեխնոլոգիաներից է, նաև աշխատող տեխնոլոգիաներից է, ուղղակի այդ իմ նշած օրինակը, որ ես բերի, նույն սահմանային գյուղերի հետո այն գայլի պատմությունը, որ մի քանի անգամ երեխան գալիս է, ասում է գայլը, վերջում չեն հավատում, որ գայլը լինում է, այս վիճակն է, որովհետև իրենք փորձել են մաքսիմալ տպավորիչ, մաքսիմալ, այսպես ասած, ազդող ինչ-որ մի թեզ ընտրել, որը ունի ադրբեջանական խոսույթում քաղաքական որոշակի հիմքեր, բայց իրենք չեն հասկանում նաև այդ ադրբեջանական այդ նարատիվի իրական նպատակը,
բայց շատ ուղիղ իմաստով ու շատ ավելի ես կասեի ուռճացված իմաստով, քան հիմա մենք լսում ենք նույնիսկ Ադրբեջանից այդ խոսույթը, իրենք բերել են եւ ներկայացնում են հայաստանյան լսարանին։ Ու սա նաեւ լրջակույն իմ կարծիքով ցուցանիշ է, որ իրականում ընդդիմությունը չունի էլի օրակարգ հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ որ այլ լուծումների իրական։ Նայեք, բոլոր գործոնները, որ նշվում են, ասեն երաշխավորի ինստիտուտը, հա, ինքը Հայաստանի բնակչության կամքից դուրս ինչ որ մի երևույթ է, որը կարա լինի, կարա չլինի, իսկ եթե լինի, ինքն է նաև որոշելու ինչ աստիճանի է ինքը երաշխավոր, հա, ինչպես այդ պատմությունը մենք տեսանք 20 թվականին, 23 թվականին, երբ որ կար երաշխավոր եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ինքը չէր ուզում երաշխավոր լինել, հա։ Ու նաև այս գործոնների դեպքում ինչ որ մի հատ sense գործոն է, որը նաև Հայաստանի բնակչությունից կախված չի եւ իրենք փորձում են դրանով լուծումներ կամ հակալուծումներ բերել։ Սա նաև կարևոր ցուցիչ է, որ իրենց սեփական օրակարգը չունեն այս հարցերում ու պատկերացումը չունեն, ինչը նաև որոշ առումով բնական է, որովհետեւ այնուամենայնիվ մենք ասում ենք քաղաքական ճգնաժամի որոշակի միջով, որտեղ իշխանությունները ավելի տեղեկացված են, իրենց վրա սա շատ ավելի մեծ է գործընթացը, ես կասեի ազդեցություն է ունեցել եւ տարբեր լուծումների պրակտիկ նաեւ փնտրտուրքներն են բերել այս իրավիճակին, որ մենք հիմա ունենք, ու դրա արդյունքում կա այս դատարկ խոսույթը մի դաշտից եւ կա մի քիչ ավելի պրակտիկ, բայց նաեւ շատերի համար ոչ հաճելի կարգավորման մոդել Ադրբեջանի Թուրքիայի հետ, որ առաջարկում են իշխանությունները։ Պարոն Մելիքսյան, զուտ քաղաքագիտության տեսանկյունից ընտրությունների արդյունքները, տեսեք, իշխանությունը ասում է մենք բարձրացրեցինք մեր լեգիտիմությունը, որովհետև ստացել ենք ավելի շատ ձայն, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ընդդիմությունը իր հերթին ասում է, չէ, տոկոսային հարաբերությամբ, քանի որ ավելի քիչ են ստացել, ավելի պակաս լեգիտիմություն են։ Հիմա քաղաքագիտության տեսանկյունից դուք հրաշալի գիտեք, ես մասամբ եմ տիրապետում այդ տրամաբանությանը, որ լեգիտիմությունը այդ մենակ ներսում չի երկրի, դա նաև դրսում աշխատող տրամաբանություն։ Հիմա իշխանությունները ունեն մանդատ շարունակելու են կուրսը այս արդյունքներով, որ կար մինչև ընտրությունները։ Գիտեք, նախ այդ կուրսը, որի մասին դուք նշում եք, ինքը ունի բնական եւ շատ միանշանակ խնդիր է Հայաստանի քաղաքական դաշտում, այն առումով, որ բնակչության մի մասը կարող է չկիսել այդ կուրսը, եւ մենք հասկանում ենք, որ սա բավականին լուրջ պատմական գործընթաց է, որը այդքան էլ հեշտ չի Հայաստանի եւ հայկական ինքնության տեսակետից, հա, ու բնական է, որ կարող են լինել տարբեր ճամբարներ։ Ես կարծում եմ, այս ընտրությունների ամենամեծ լեգիտիմությունը նրանում է, որ մենք ունենում ենք արդեն որ երրորդ անգամ իսկապես ընտրություն եւ այդ դրա ցուցիչը բարձր մասնակցություններ եւ վստահությունը, որ դու քո ձայնով կարող ես ինչ-որ ձևով ազդել, որ քո դիրքորոշումը հասանելի լինի քաղաքական դաշտում, ընդ որում մարդիկ ընտրում են հենց այդ ամենախոշոր եւ ամենամեծ հավանականություն ունեցող խմբերին, հա, մենք տեսանք այդ բազմաթիվ կուսակցությունների միջև այդ ձայները բաշխվեցին հիմնականում 3 խմբերի, 3 անձերի ավելի ճիշտ միջև, որոնց հետ ասոցացվում էր այս կամ այն լուծումը։ Եվ ես կարծում եմ, ամենամեծ լեգիտիմությունը այս ընտրությունների հենց այս իրենց թափանցիկությունն էր, բոլոր խնդիրները հասկանալով Հայաստանի պայմաններում, որովհետև պետք է հասկանալ, որ մեր մոտ այդ խնդիրները ունեն մշակութային նաև երևույթ, հա, մեր կենցաղում կա այդ խնդիրը, որ ինչ որ մեկը իր ծանոթի համար է, ոչ թե ինքը իր ձայնն է ներկայացնում քաղաքական դաշտում, այլ ծանոթի ասածով ինչ որ բան է անում, հա, սա մեր կենցաղային մշակույթի մի մաս է, որ ամոթի բանը կա մշակույթը չէ, բա որ ոնց կարամ ես այս մարդուն մերժեմ եւ այլն, ու սա դեռ երկար շարունակվելու է, բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ կարելի ասել բոլոր այն թեյությունները, որոնք ժառանգված են եւ ունեն ինստիտուցիոնալ կամ մշակութային բնույթ, մյուս բոլոր առումներով ես կասեի սա նախ մասնակցության առումով իրական մասնակցության մեծ մասնակցության ընտրություններ։ Երկրորդը այս պատասխանատվության քաղաքացիական զգացումը կար, ինչը շատ կարևոր է, իսկ բևեռացումը բնական է, ես կարծում եմ մեր պայմաններում եւ այս այլընտրանքների պայմաններում, որ մենք հիմա ունենք, եւ այստեղ նույնիսկ փորձերը ինչ որ ձևով նայեք ինչքան հիմա մենք խնդիր ունենք արտաքին քաղաքականության Ռուսաստանում, տեսնում եք ինչ
ապա տեղեկատվություն կա, որ այս ընտրությունները կեղծված են եղել եւ ինչ որ գիտեմ պատմական անարդարություն է կատարվել եւ այլն, ակնկալիքը այն է, որ ինչ որ այստեղ գործընթացներ լինեն, դա այն պատկերացումն է։ Ասենք օրինակ Ռոբերտ Քոչյանը արդեն այսօր հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում վիճարկելու են ընտրությունների արդյունքները։ Դա իրավական մեխանիզմ է, ինքը այդ իրավունքը ունի, բայց իրավունքի բոլոր ընտրություններից հետո ու նաև այս ընտրություններից հետո հավանաբար մենք ակնկալում ենք, որ Հայաստանում եղել են հետընտրական զարգացումներ 96 թվականին, 95 թվականին։ 95-ին էլ 6։ Այո, բոլոր առավել խոշոր էին ուղղակի։ Բոլոր հետագա ընտրությունների ժամանակ եւ այս դեպքում նայեք ինչ հանգիստ է։ Ասենք բոլորը հասկացել են, որ եղել է ընտրություն, մենք գնացել ենք ինչ ուզել ենք, ում ուզել ենք ընտրել ենք եւ արդյունքները բոլորիս առջեւ կան։ Այսինքն իմ պատկերացմամբ այս առումով այս ընտրությունները ավելի լեգիտիմ էին եւ հետագա խնդիրը հենց ինչպես են այս օրակարգերը եւ այս քաղաքական ուժերը, որոնք հնարավորություն են անցնել խորհրդարան, պաշտպանելու կամ արտացոլելու այն տրամադրությունները, որոնք կան այդ ընտրությունների տակ, հա։ Տեսեք, ընտրությունների օրը երեկոյան մենք այստեղ ուղիղ եթերում աշխատում էինք, մեր հյուրերից մի քանիսը կարծիք հայտնեցին, Էլեն Հոխիկյանը, Ռոբերտ Ղևոնդյան, եթե չեմ սխալվում, ասացին, որ անկախ ամեն ինչից խոսույթից նկատի ունեմ Ռուսաստանի հետ հարաբերությունները աշխատանքային հունի մեջ կընկնեն ընտրություններից հետո են լարվածությունը, որ հիմա արհեստական կանցնի, բայց եւ առաջիններից մեկը կշնորհավորի, ասենք, օրինակ Վլադիմիր Պուտինը ընտրությունների կապակցությամբ նման բան տեղի չունեցավ, գոնե այն պահին, որ ես ու դուք հիմա մենք զրուցում ենք, ըստ էության աշխարհի արևմտյան կենտրոններից բոլորի շնորհավորանքներ եղել են, Հնդկաստանից եղել է, Ռուսաստանից չկա, եթե չեմ սխալվում, նաև Չինաստանից դեռ չկա։ Ինչի հետ է դա կապված ըստ։ Դա կարող ենք մենք տեսնել ռուսական ինֆոդաշտից, հա, արդեն ընտրությունների հաջորդ առավոտ Ռուսաստանի առաջին ալիքը իմ նշած ոճով, որ եղել են մեծ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, ընտրախախտումներով է եղել եւ այլն, իրենք որոշել են ինձ համար հիմա հետաքրքիր է սրա պատճառը, որն է ինչ-որ սա տակտիկական քայլ է, այսինքն շարունակել ճնշումը ներկա իշխանությունների վրա, որպեսզի հետագայում ինչ-որ քաղաքական բանակցությունների ժամանակ ինչ-որ բան կորզել, այդ ինչ-որ բան կորզելը դա Ռուսաստանի համար կարևոր թեմաներում ներկայություն պահպանելն է կամ երաշխիքներ ստանալն է, երկաթուղիների թեման, ատոմակայանի թեման, Հայաստանում ռուսական ներկայության եւ պահպանման թեման, հա, որովհետեւ Ռուսաստանն իր դիրքերը այստեղ վտանգված է դիտարկում եւ իրականում այս ամբողջ աղմուկը, որտեղ Եվրոմիության կամ Եվրասիական միության մասին է, այն ստրատեգիական դիրքերի կորստի մասին է, որտեղ Ռուսաստանը այլևս կամ չկա, օրինակ թրիպի, հա, այդ համաձայնագիրը կամ իր ներկայությունը հարցի տակ է դրվում երկաթուղիների կոնցեսիան։ Այնպես չի, ախր Ռուսաստանում այդ հրաշալի գիտակցում են ամենայն դեպս մարդիկ, որոնք այդ ամենի մեջ ներգրաված չեն, որ հայկական կողմը իրենց ասել է, գիտեք, չկա, գնացեք, հեռացեք, իրենք են արել։ 23 թվականից հետո ես լավ չեմ պատկերացնում Ռուսաստանը ինչ ակնկալիք ուներ։ Չնայած մյուս կողմից էլ կան փորձագետներ, քաղաքագետներ, որոնք ասում են, որ եթե Բարգավաճ Հայաստանի ձայներն են գումարում իրար 37% ներկայությունը, եթե Բարգավաճը մտնի խորհրդարան, 37% քվեն, դա ահռելի թիվ է։ Պրոռուսական պայմանական դաշտի ճամբարի համար։ Դե ահռելի թիվ են առումով ինքը որոշակի խնդիրներ է ստեղծում որոշ պաշտոններում նշանակելու, հա, ասենք սահմանադրական օրենքների դեպքում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, սահմանադրական դատարանի։ Չէ, իրենք խնդիրը այդ իմաստով չեն դիտարկում էին հասարակության ընկալումների։ Ես կարծում եմ դա ուռճացված, դա նաև կարևոր ցուցիչ է, որ Ռուսաստանի քաղաքականության էֆեկտիվության, հա, ասենք ինչ որ արհեստական գործոնների վրա հիմնում են որպես իրենց ազդեցության ցուցանիշ, բայց իրականում ինչ որ դուք նշեցիք, դա շատ ավելի կարևոր գործոն էր, եւ որ 2020 թվականին, 23 թվականին մենք տեսանք հստակ գործիքավոր, հա, Ռուսաստանի կողմից անտարբերություն կամ նույնիսկ հակառակ կողմի քարոզչության մասնակցություն։ Դուք հիշում եք այդ Զանգեզուրի միջանցքի թեմայով ինչ թեզեր էր տարածում Ռուսաստանն ու Ադրբեջանը սինխրոն, հա, կամ որ մեղադրում են հենց Հայաստանին, ու այդ նաև Կիրանցի օրինակը, որ մենք նշեցինք Սյունիքի սահմանային գյուղերի, սա նույն տրամաբանությամբ աշխատում է, որ մարդը առնչվում է ինչ որ մի իրավիճակի հետ,
հետո մտնում է ռուսական ինֆորմացիոն դաշտ ու տեսնում է, որ իրականում դա չի եղել ընդհանրապես կամ եղել է այն ինչ ինքը հասկացել է լրիվ սխալ է, խոսակցական լեզվով ասած իրան էշի տեղ են դնում ու Ռուսաստանի հիմնական խնդիրը իր քաղաքական, հա, այսպես ասած հարաբերությունների, սա ոչ միայն Հայաստանի հետ է, բոլոր հետ խորհրդային երկրների հետ է, որ իրանք հենց այդ մարդկանց էշի տեղ են դնում, որովհետև Ռուսաստանի ներսում սա աշխատում է, այսինքն ցանկացած իրավիճակում միացնում են քարոզչությունը ու պարզվում է, որ ինչ որ ուկրաինացիները պատրաստ են եղել գրավել Ռուսաստանի կեսը, ՆԱՏՕ-ն ուզեցել է մասնատել Ռուսաստանը եւ այլն, ու եթե 2022 թվականին իրենք ինչ որ քայլեր չանեն, հաստատ մի ամիս հետո Ռուսաստանը փլուզվելու էր։ Այսինքն այնպեսի ոչ adekvat իրականություն, ու այդ ինֆորմացիոն դաշտը այդպես է աշխատում, իրանք չեն հասկանում, որ դա խնդիր է, ու ցավոք սրտի մենք Հայաստանում ունենք նաեւ մարդիկ, որոնք սկսում են սպասարկել այդ նույն խոսույթները, իմ կարծիքով ամենաճիշտ ճանապարհը նաև Ռուսաստանի շահերը Հայաստանում, եթե մարդիկ կա որ կարծում են որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից է, դա Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը այս տարածաշրջանում եւ Հայաստանի նկատմամբ սխալ է վարվում, հա, սա վերաբերում է նաև քաղաքական դաշտին, որովհետեւ այն լոյալությունը, որ իրանք դրսևորում են, ու մի հատ էլ այդ նույն նարատիվները բերում են մեր դաշտ ու փորձում են մեզ համոզել, որ Լեռնային Ղարաբաղում մեր պատճառով որ 23 թվականին իրենք ոչինչ չարեցին, հա, ասենք Հարավային Օսեթիայում ինչ իրավական հիմք ունեն, որ արեցին, կամ Աբխազիայում ինչ հիմք ունեն, կամ Դոնբասում, Ղրիմում ինչ հիմք ունեն։ Ու այս իրական քարոզչական բնույթի թեզերը, որ կան, սրանք ամենամեծ վնասն են հասցնում Ռուսաստանի շահերին նաև այս տարածաշրջանում, ու եթե ինքը այս ոճով շարունակի, ինքը նույնիսկ Հայաստանի համար ինչքան էլ ցավոտ լինի այս զարգացումները, դա բերելու է հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացման եւ խզման։ Սա կարծում եմ ամենաակնհայտ այս դրամաբանությունը, հատկապես 2020-ից եւ 23 թվականներից հետո իմ կարծիքով այն հարցերը, որոնք կանգնած են հենց 2023 թվականի իրադարձությունների հետևը, Հայաստանի համար շատ ավելի կարեւոր են, քան գազի գինը։ Հիմա այս համատեքստում, ասենք, արևմուտք բավական ճկուն էր այս ընթացքում։ Նույն թրիփի գործընթացը, որ արագացնում են, Ռուբիոն եկավ, անգամ 2-3 ժամ ընդհանրապես մնաց Զվարթնոց օդանավակայանում, հետո Ռուսաստանը պատժամիջոցներ սկսեց կիրառել, Եվրամիությունը միանգամից արձագանքեց, անկախ ազնվորեն ես չէի սպասում նման արագ արձագանք կլինի, որ ոնց որ առավոտը հայտնի դարձավ, երեկոյան արդեն հայտարարեցին, որ իրենք փաթեթ են նախապատրաստում, որ հաջորդ օրը արդեն շուկան են բացում մեր համար, մաքսատուրքից են ազատում եւ այլն, որ եկեք ժողովուրդ ջան, եկեք ձեր առևտուրը այստեղ արեք։ Հիմա չգիտեմ ինչքանով դա կստացվի, որտեղ լոգիստիկայի խնդիր այդ մանդերց կար ու մնում է։ Բայց հիմա ըստ ձեզ, օրինակ այդ վախի այդ քարոզչությունը, որ արվում է, այդպես ասենք, հա, որ եթե մեր դաշնակիցը մեր կողքին չլինի, այսինքն մենք չունենանք երաշխավոր, մեզ կգան, կուտեն, կհոշոտեն։ Ինքը այդ պատճառը հետևանքային կապով արդյոք նրա համար չի արվում, որ հենց այդ դաշնակցի կամ երաշխավորի կենսական անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պատկերացնի իր մաշկի վրա։ Քայլերի դրամաբանությունը հենց դա է, այսինքն ցույց տալ, որ Ռուսաստանը շատ կարևոր պետություն է եւ առանց Ռուսաստանի կոպիտ ասած մենք կկոտորվենք, այդ հայտնի խոսակցական թեզը, բայց ինչպես դուք նշեցիք, այս արձագանքը անսպասելի էր Եվրոպայի համար իհարկե Հայաստանը շատ փոքր շուկա է եւ փոքր արտադրություն ապահովող երկիր է եւ ինքը կարող է ամբողջությամբ կլանել այդ արգելված ինչ որ պարտիաները ու նաեւ հիմա պետք է նշել որ Թուրքիայի տարածքով գնում են այնուամենայնիվ բեռները դեպի Հունաստան, դեպի Բալկաններ, Հայաստանը նաեւ նոր ուղիներ է սկսել զարգացնել, օրինակ դրանցից մեկը Սաուդյան Արաբիան է, որտեղ մրգերի եւ բանջարեղենի գինը ուղղակի ֆանտաստիկ բարձր է, հասկանալի պատճառներով։ Եվ ես կարծում եմ, գիտեք, Ռուսաստանը այս քայլերով մեզ օգնում է որպես մեծանալ, հասունանալ, հա, այդ երեխայի ծնողներից փոկվելու բանը կա, չէ՞, խնդիրը, երբ որ դու շահագրգռված ես, քեզ պահում են, նայում են ու նաև հայկական ընտանիքներում ես անդունած ու շատ դժվար է որ երեխան ուզում է ինքնուրույն դառնալ, բաժանվում է ընտանիքից ու բոլորը այդպես ասած ընկնելով, ջարդելով, ինչ որ խնդիրներով անցնելով ինքը հասունանում է, մեծանում է իր խնդիրները սեփական ուժերով, ռեսուրսներով լուծում է։
այ հիմա Ռուսաստանը մեզ հետ այդ թերապիան է անում եւ իրականում մենք պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանին, որ ինքը ցույց է տալիս։ Ես վստահ եմ, որ սիրելով է։ Այո, դե իհարկե Ռուսիա добрая душа։ Հա։ Հիմա այս իրավիճակում ունենք ընտրությունների այս արդյունքները, որոնց հետ ուզենք պիտի հաշվի նստենք։ Կապ չունի, ինձ դուր է գալիս, ձեզ դուր է գալի կամ դուր չի գալի, հիմա էսա։ Սա արդեն որոշակի հստակություն է մտցնում, թե ինչ քաղաքական կուրս է ունենալու Հայաստանի Հանրապետությունը լավ առաջիկա 5 տարվա ընթացքում, հա։ Սա արդյոք որոշակիորեն կնպաստի կամ միգուցե կխանգարի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ այդ նախաստորագրված է, ստորագրված չէ, այդ խոսույթը շարունակում է մնալ, այսինքն մենք ըստ էության դեռ ապրում ենք իրավական իմաստով եմ ասում։ Գետնի վրա իշխանությունը ասում է խաղաղություն է, բայց իրավական իմաստով մենք ոչ պատերազմ ենք, ոչ խաղաղության մեջ։ Դեք ես կարծում եմ, այս ընտրությունների արդյունքը այդ առումով շատ կարևոր էր, որովհետև Ադրբեջանը նույնպես պետք է հասկանա Ադրբեջանը եւ Թուրքիան, որ իրանք պատասխանատվություն ունեն գործընթացի համար, որը գնում է եւ որ կարող են ազդել այդ գործընթացի վրա։ Եթե մինչեւ ընտրությունները իսկ ոչ Ադրբեջանը, այլ Թուրքիան ավելի վճռական քայլեր են ձեռնարկել նույն հայ-թուրքական սահմանի բացման հարցում եւ այլն, մենք կունենայինք այլ արդյունք եւ նաեւ այն քարոզչությունը, որ կար նույն 300,000 ադրբեջանցիների մասին, հա, թուրքացման մասին, մեր քաղաքական դաշտում ավելի քիչ հիմքեր կունենար, որ մարդիկ դրա հետևից գնային եւ ինչ որ մի մասը ձայների բաշխվեր այդ ուժերի վրա, որովհետեւ ադրբեջանական մոտեցումը այն է, որ իբր սա Հայաստանի բնակչության ընտրությունն է, որ Հայաստանը ընտրում է խաղաղություն, բայց մի բան է, որ Հայաստանի բնակչությունը ընկալում է Ադրբեջանը, որպես մի քանի հոգի լկստվում են այս քանի ուր այդ թեմայով, որպես երկիր, որը իսկապես գնում է խաղաղության, եւ դա պետքա ինչ որ ազդակներով, հա, իրենք համարում են, որ դա բավարար ազդակներ են, բայց դրանք բավարար ազդակներ չեն, հա, որովհետեւ ինչ որ նույնիսկ փոքր ինչ որ խումբ, հա, եթե այլ հայտարարություն է անում Ադրբեջանի ներսից, այդ արևմտյան Ադրբեջանի ինչ մեկ փառատոներ Նախիջևանում, եւ դա սկսեց տարածվել մեր քաղաքական դաշտում եւ որոշակի ազդեցություն ունեցավ այդ թեզի լուրջ ընկալման վրա։ Այդ թեզը ես բազմիցս նշել եմ, որ ինքը հիմքեր չունի, ինքը քաղաքական բլեֆ է եւ այլն, բայց ինքը ազդում է եւ մեր քաղաքական դաշտում եւ Ադրբեջանը ուզում է օգտագործել նաեւ այդ գործիքը այլ նպատակներով գուցե, բայց ինքը բացասական ազդեցություն ունեն գործընթացի վրա եւ ներողություն շատերը պնդում են, որ նման կերպ անում են այնտեղ, որպեսզի այստեղ կապ չունի, որ ով է իշխանության լինելու, իշխանությունը մաքսիմալ խոցելի լինի, այսինքն մաքսիմալ ուժեղ չլինի, էլի։ Չէ, իրենց նպատակը Լեռնային Ղարաբաղի թեմայի փակելն է, ընդհանրում ոչ միայն մեզ հետ հարաբերություններում, այլ ցանկացած միջազգային գործընկերների հետ, երբ որ Բելգիայի, ասենք, խորհրդարանը ինչ որ մի փաստաթուղթ է ընդունում, որտեղ դա հիշատակվում է, 2 օր հետո Ադրբեջանում պատահականորեն արևմտյան Ադրբեջանի ինչ որ մի բանի մասին գիրք են հրատարակում, սա իրենց գործելավոճն է, բայց ես ուզում եմ, որ իսկապես մեզ կարևոր է այս գործընթացում նաև հակառակ կողմի քայլերը ինքը էական կարող է դրական ազդեցություն ունենալ նաև հասարակական ընկալումների վրա այս գործընթացի։ Ես կարծում եմ այս ընտրությունների արդյունքը ցուցանիշներից մեկը այն է, որ չպետք է пассив լինել, չպետք է ակնկալել, որ մարդիկ իրենց վրա այդպիսի պատասխանատվություն կվերցնեն, որովհետև եւ Ադրբեջանում եւ Հայաստանում ես վստահ եմ, եթե 88 կամ 91 թվականին հարցնեին, ինչ հետևանքներ ունենալու այս կոնֆլիկտը, ու բնակչության մեծամասնությունը 60-70-80-90%-ը կասեր, որ այս կոնֆլիկտը իրանց պետք չէ, բայց այդ քաղաքական ձևակերպումները եւ որոշումները դրանք ընդունում են ոչ թե մարդիկ, իրենք կարող են ինչ-որ նպատակով դա դելեգացնում են քաղաքական գործիչներին, որոնք ավելի լավ պատկերացումներ ունեն այդ ամենի մասին եւ պատասխանատվություն ունեն իրենց հասարակության նկատմամբ։ Եվ այս առումով ես կարծում եմ սա կարևոր ցուցիչ էր, որ մեզ նաեւ հակառակ կողմից են պետք շատ ավելի ակտիվ եւ նշмарվող, հասկանալի քայլեր, միանշանակ հետևողական քայլեր, հակառակ դեպքում այդ ձեր նշած տրամաբանությունը շարունակվելու։ Մենք ունենալու ենք ինչ-որ փոքր սիմվոլիկ բնույթի առաջընթացներ, մենք կարող ենք չունենալ այո կոնֆլիկտային ինչ-որ զարգացումներ, բայց մենք ժամանակ ենք կորցնում, էլի, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությունը, եթե մենք կարգավորում ենք հիմա այդ հարաբերությունները, մենք արդեն իսկ հնարավորություն ունենք ինչ-որ դրանից երկու երկրների ժողովուրդների համար պրոֆիտ ստանալ, հա, ինչ որ տնտեսական, քաղաքական եւ այլն, ու երկու երկրներն իրականում
Իհարկե Ադրբեջանում էլ են սիրում պարծենալ իրենց հնարավորություններով, բայց ադրբեջանական գյուղերը, հայկական գյուղերը, որ գնանք շրջենք, իրանք այդքան էլ մեծ տարբերություններ չունեն, ու մենք աղքատ երկրներ ենք, էլի եթե անկեղծ լինենք, ու այս ամենը շատ կարծում եմ կարևոր է, որ սա գիտակցվի եւ ժամանակ չկորցնենք։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ էսկալացիաներ ա լինելու, հա, ինչ-որ սրացումներ եւ այլն, բայց որ հակառակը ուղղակի պատերազմի բացակայությունը դա արդեն բավարար է, որ մենք հանգիստ նստենք ու սպասենք, երբ սահմանադրություն փոխվելու կամ այլն, ես համարում եմ սա ոչ պատասխանատու մոտեցում։ Շնորհակալություն։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։